Ողջույն իմ շատ սիրելի մեղրասեր եւ մեղրագեր հետևորդներ։ Նախորդ հոդովակից հիշում եք, թե ինչպես ամբողջ մեքենան մենակով դատարկեցի ու երբ ծանր գործը արդեն ավարտվեց էր, մեկ էլ հոպ, ապերը ժամանեց։ Մենակով ես Մեղուներն են օգնել։ Պիսի մի ամի դեմքով էր նայում վրաս, իբր զարմացել է։ Ինչ ես, այսքան մենակով ոնց ես դատարկ, երկու տղամարդը գործ ես անում, ատու։ Բայց ես իմ ախորը շատ լավ եմ ճանաչում, հոգու խորքում լավ էլ ուրախ էր, որ գործն արդեն ավարտված է։ Երևի իրազում էր գա, տեսնի ամեն ինչ դասավորված է, բայց դե կյանքում մեղր չի, առանց աշխատելու ով ինչ-որ մի բան ստանում։ Վերջում միասին փաթեթավորվեցինք մեղրաքամի տնակը, պաշտպանելու արևից, անձրևից ու հնարավոր անակնկալներից։ Գործ միշտ էլ կա, դա կապ չունի, սարերում, գյուղում, թե քաղաքում, բայց երբ կողքիդ մարդը քեզ հարազատ է ու նպատակներ ընդհանուր, աշխատանքը դառնում է ոչ թե պարտականություն, այլ հաճելի ընթացք։ Իմ մեղրն արդյունք է, բայց երջանկությունը միասին ստեղծելու մեջ է սիրելիներս։ Հաջորդ հոլովակով ցույց կտամ վերջնական արդյունքը։